Բարև ձեզ հարգելի ակնթիռներ, հայրենիք լրատվական գծոնեն գահորտենք լուրերը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև բնդեց, որ ադրբեջանցիները պետք է Հայաստան վերադառնան։ Ընդգծելով, որ ասիկա հայ ժողովուրդը պետք չէ վախցնե, որովհետև ադրբեջանցիները ոչ թե հրասայլերով, այլ ինքնաշարժերով Հայաստան պիտի վերադառնան։ Ալիև նաև հայտարարեց, որ հայկական սպիրկը դարիներ շարունակ խեղաթյուրած է Ադրբեջանի պատմությունը, նշելով, որ այս քարոզարշավը դակավին կշարունակվի։ Ան նաև ասավ, որ 20-րդ դարու սկիզբը հին ռուսական ցարական շրջանի կարդեսները հստակորեն ցույց կտան, որ դարածքին գրեթե բոլոր դեղանունները, ինչպես նաև այսօրվան Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն։ Ալիև ավելցուց, որ չկա Սևանալիչ, այլ Գոյչալիչ։ Նիկոլ Փաշինյան եւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան մեկնաբանեցին Ալիևի հայտարարությունները։ Փաշինյանի համաձայն Ալիև ցարական կարդեսներում մեջ Սևանալիջի չկոյության մասին խոսեցավ եւ ոչ թե Սևանի անունը խեղաթյուրեց։ Իսկ Ալեն Սիմոնյան շատ ուրախ էր, որ ադրբեջանցիները ոչ թե հրասայլերով, այլ ինքնաշարժերով Հայաստան պիտի վերադառնան։ Իր գարկին Հայաստան խմբակցության պատգամավոր Քեղամ Մանուկյան հրաբարագեց ցարական շրջանի կարդեսմը, ուր ոչ միայն Սևանալիջի, այլ նաև Արցախի անունները նշված են։ Մինչ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան կողմնակորեն հայտարարել, որ 8%-ն յետ Ադրբեջանեն չելսած արևմտյան Ադրբեջան բարակապակցությունը, Բաքուի մեջ կառավարության ֆինանսավորմամբ կայացավ վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան նյութով համաժողովը։ Մասնագետներն մին պրոֆեսոր Ֆուադ Մամեդով, որ հրճակավոր զորագիծ մնե Իլհամ Ալիևի, հայկական սպիրկը մեղադրեց Ադրբեջանի պատմությունը խեղաթյուրելու հանցանքով եւ գենսական համարեց ադրբեջանցիներու արևմտյան Ադրբեջան, այլ խոսքով Հայաստան վերադարձը։ Իր գարկին ոչ կառավարական գազམ་ակերպություններու պետական աջակցության գործակալության տնօրեն Այգուն Ալիևը հայտարարեց, որ ընթացիկ տարվան ընթացքին կառավարությունը 51 նախագիծ ֆինանսավորած է վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան թեմայով։ Իսկ Երևանի իշխանությունները խանդավառ են, որ Ադրբեջանի նախագահ հայտարարած է, թե ադրբեջանցիները ոչ թե հրասայլերով, այլ ինքնաշարժերով Հայաստան պիտի վերադառնան։ Հոյտը Հայաստանի երիտասարդական միության անդամները բողոքի հավաք մկադարեցին կառավարության շենքին դիմաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հագահայ վերջին հայտարարություններուն թեմ։ Բողոքին մասնակիցները նաև իրենց դժգոհությունը հայտնեցին Երևանի իշխանություններուն արձագանքին գավակցաբար։ Հեմի գետնական վարչության անդամ Ժորա Ավդալյան հայտնեց, որ Սևանալիջը սեփականացնելու Ալիևի սկսած քարոզչական արշավին գաչակցին ադրբեջանական շահերու պաշտպաններ Նիկոլ Փաշինյան, Ռուբեն Ռուբինյան, Ալեն Սիմոնյան եւ այլ գործիչներ, որոնք ըստ երևույթին չեն գիտեր, որ հայ ժողովուրդը հավաքական հիշողություն ունի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև հայտարարեց, որ աշխատանք կդարվի, որբեսի ադրբեջանական բանակը հասնի ՆԱՏՕ-ի չափանիշերուն։ Արևմտյան զինակցության պատվիրակության հետ իր հանդիպման ընթացքին Ալիև շեշտեց, որ այս ծրագրին գաբակցաբար Բաքու սերտորեն կգործակցի Անկարայի հետ։ Մինչդեռ Երևանի իշխանությունները այլ ուղի որդեգրած են։ Կառավարության որոշումով եւ ակնհայտորեն ընտրական հաշիվներով 6 ամիսով գրջատվեցավ զինվորական բարդատի ծառայությունը։ Ավելին, մինչ Բաքու էապես բարձրացուցած է զինվորական բյուջեն, Փաշինյանի կառավարությունը ծրագրած է նվազեցնել պետական բյուջեին մեջ զինվորական ծախսերը։
Ադրբեջանի արտաքին գործոս նախարարության պամպեր Այհան Հաջիզադե հայտնեց, որ Ադրբեջանի ուշադրության մնայուն առարգան է 4 գղզյակներու վերադարձի հարցը։ Ան նշեց, որ հարցը կվերապերի Ղազախի շրջանի 3 եւ Նախիջևանի Քյարքի գյուղին։ Հայկական կողմը չի հրաժարած գղզյակներու եւ արտագղզյակներու խնդիրեն, շեշտելով, որ գա ածվաշենին բարական։ Ադրբեջանցիները նկատի ունին Վերին Ոսկեբարը, Դիկրանաշենը, Սոֆուլին եւ Բարխուտարլին։ Այս վերջին երկուքը ամայի են, իսկ Վերին Ոսկեբարն ու Դիկրանաշենը բնակեցված են։ Բաքու Հայաստանի պետությունը եւ Ադրբեջանի մեջ փանդարգված եւ դատավարության ենթարկվող պատերազմական հայ կերիները մեղադրեց Արցախի ստեղծման համար։ Ադրբեջանցի տադախազը իր մեղադրական ջարի մեջ մանրամասնորեն անդրադարձավ Արցախյան շարժման, հանցավոր որակելով նաեւ 1988-ին Ղարաբաղի մեջ ստեղծված միացում գազམ་ակերպությունը, որ կհամագարկեր Արցախյան շարժումը։ Ադրբեջանցի տադախազը հրաբարակեց քաղաքական եւ հասարակական գործիչներու ցանկը, որում մեջ կգտնվին Զորի Բալայանի, Սիլվա Գաբուդիկյանի, Իգոր Մուրադյանի, Վազգեն Մանուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ այլոց անունները։ Ըստ ադրբեջանցի տադախազին վերոհիշյալները կմեղադրվին հանցավոր գաղափարներու տարածման համար։ Դարօրինակորեն մեղադրյալներու շարքին չէ Ղարաբաղի Կոմիտեն ղեկավարած նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը։ Քաղաքական իրավունքներու հայկական կենտրոնը հրաբարակեց զեկույցը Հայաստանի մեջ զանգվածային քաղաքական հետապնդումներու մասին, որոնք բաժնված են 4 մասի։ Գործարար Սամվել Ղարաբեդյանի, ապա Միքայել arczepiskopos Աչաբահյանի, ավելի ուշ Սրբազան պայքար նախաձեռնության անդամներու եւ հուսք հոյիտը անդամներու քրեական հետապնդումները եւ ազատազրկումները։ Այս հետապնդումներուն զուգահեռ շարունակված է հայ եկեղեցու դեմ Փաշինյանի գազམ་ակերպած եւ համագարկած արշավը։ Զեկույցի մեջ համապարփակորեն ներկայացված են ներբեդական եւ միջազգային քաղաքականությամբ պայմանավորված գործոնները, դատաիրավական համագարկի իշխանություններուն գամագադարը ըլլալու գործոնը եւ իշխանություններուն արշավին ընթացքին մարդու իրավունքներու խախտումները։ Թուրքական դիվանագիտական աղբյուրը հայտնեց, որ հայ-թուրքական սահմանին բացման հարցը դակավին քննարկման առարկա չէ, բայց Հայաստանի եւ Թուրքիո միջև հարաբերություններու կարգավորման բանակցությունները կշարունակվին։ Նույն աղբյուրը շեշտեց, որ սահմանին բացումը գաղթյալ է հարաբերություններու կարգավորման բանակցություններու հարաճընթացեն, հաստատելով, որ ներկա դրությամբ հստակ ժամկետ գոյություն չունի։ Մինչ թուրքական կողմը բազմիցս հաստատած է, որ սահմանին բացումը ներկայիս քննարկման առարկա չէ, Երևանի իշխանությունները միշտ պատրաստակամություն կհայտնեն Թուրքիայի հետ սահմանին բացման համար։ Քաղաքական փորձագիտական շրջանակներ Երևանի իշխանություններուն այս աջաբարանքը անդեղի եւ ոչ դիվանագիտական մոդեցում կհամարեն։ Ռուսիա ապահովության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգու Հայաստանի ապահովության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի փոխանցեց, որ Հարավային Կովկասի մեջ ստեղծված իրավիճակը մնայուն ուշադրություն կպահանջի։ Գրիգորյան իր ղարքին վստահեցուց, որ պատրաստ է մանրամասնություններ փոխանցելու Հարավային Կովկասի կացության մասին։ Դեղին է նշել, որ Շոյգու նաև հանդիպում ունեցավ Ադրբեջանի ապահովության խորհրդի քարտուղարին հետ։ Այս հանդիպումները կայացան անկախ պետություններու հասարակապետության երկիրներու
ապահովության խորհուրդներու քարտուղարներու Մոսկվայի մեջ կատարված նիստին դիրին մեջ։ Իսկ այժմ հարցազրույցը պիտի ունենանք Արցանց առավոտ օրաթերթի խմբագիր Աննա Իսրայելյանի հետ։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Երևանի վարչակազմը իշխանության հասավ նաև Հայաստանի մեջ խոսքի եւ մամուլի ազատության երաշխավորման խոստումներով։ Ինչպես կպնուտակրեք կատարված փոփոխությունները։ Արդյոք Նիկոլ Փաշինյան իր խոստումներուն դեր կանգնեցավ։ Նախ սկսենք նրանից, որ 2018-ից հետո լրատվամիջոցները հայտնվեցին շատ ուժեղ պրեսինգի ներքո, դա հենց հատկապես Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի կողմնակիցների կողմից էր իրականացվում, որտեղ յուրաքանչյուր անհաճո հրապարակում փորձ էր արվում լռեցնել հայհոյանքների էջերը փորձելու արգելափակելու փորձերով մարդը, որ հիմա այսօր քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորը մինչև այդ փոակի փոխտնօրեններ հանրային կապերի ուղղակի մի ուղեցույց էր հրապարակել, թե կոնկրետ մի լրատվամիջոցի էջը ոնց պետք է շարքից հանել, զգուշացնելով, որ պետք է անցնեն հետո հաջորդներին։ Այնպես որ հենց ամենասկզբից էլ իրենց խոսքի ազատության ջատագովը լինելու պնդումները մեղմ ասած հարցականի տակ էին։ Եվ եթե սկզբում դա ուղղակի արվում էր քայլերով, ապա աստիճանաբար արդեն օրենսդրական ձևակերպում ստացան, որը սկսեց ինչպես նաև ազգային մի բանով, որ երբևէ չէր եղել Հայաստանի անկախության ողջ գործունեության ընթացքում ազգային ժողովը օրինակ միշտ ամենաազատ տարածքներ եղել գործունեության լրատվամիջոցների համար առաջին անգամ սահմանափակվեց որոշակի տարածքներ լրագրողների մուտքը։ Դες ասեմ, որ լրագրողական իմ գործունեության իմ ընթացքում շատ է եղել դեպքեր, որոնք հենց ազգային ժողովում բան է արվել, նույնիսկ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք է եղել, բայց ինձ համար նույնքան արտառոց էր, երբ որ ազգային ժողովի նախագահը լրատվամիջոցի ներկայացուցչին, հենց առավոտի ներկայացուցչին ասել էր, երբ որ ես անցնում եմ, դուք պետք է ոտքի կանգնեք, երբեմնի մեր գործընկերներին միջոցով այս պահվածքը շատ մեղմ ասած հարցականներ էր առաջացնում իրենց խոսքի ազատության ջատագովը լինելու պնդումների վերաբերյալ։ Ինչպես կարելի է ապահովել լրագրական աշխատանքի միջավայրը, երբ հաջող իշխանական ներկայացուցիչներ կսպառնան լրագրողներուն, իսկ իրավաբան մարմինները կխոչընդոտեն անոնց աշխատանքը։ Դա, այսպես ասած, նայած թե որ լրատվամիջոցն է, որովհետև մենք ունենք նաև դեպքեր, երբ որ իրենց լրատվամիջոցի ներկայացուցչին վերապահում էր հայտնվել իր արած բաց տեքստով կարելի ասել սրբարչական հայտարարությունների հետ կապված եւ իրավապահ մարմինները շատ էլ արագ արձագանքեցին։ Մնացած բոլոր դեպքերում, այո, դուք ճիշտ եք, ոչ մի իրավական հետևանք չի հնչել եւ ոչ սպառնալիքների նկատմամբ, եթե դա անդիմադիր լրատվամիջոցի նկատմամբ է, երբ որ օրինակ նաեւ հիմա շատ քննադատում են, չէ՞ որ Սարիթաղի դեպքերի ժամանակ լրատվամիջոցների նկատմամբ բաների իրենց ստացած ֆիզիկական բաները անհրաժեշտ արձագանք չեն ստացել, բայց նույնքեւ նաեւ հունիսին, երբ որ Սրբազան պայքարի ժամանակ էլի վնասվածքներ ստացան լրատվամիջոցները, էլի չեղավ որևէ իրավական գնահատական, որովհետև ազգային ժողովի ամբիոնից առանց սեթևեթելու Նիկոլ Փաշինյանը ուղղակի արդարացրեց ոստիկանության գործողությունները, որ դրանք համարժեք էին։ Հերարցակման իրավունքը զրկվեցավ Շողակաթ կայանը։ Նախապես նույն ճակատագրին ենթարկված էին Հո2 եւ Երգիր մեդիա կայանները։ Ձեր կարծիքով ինչ է այս կայլերուն նպատակը եւ արդյոք միջազգային լրագրական գազམ་ագերբություններու հագաստետությունը համարժեք է։
Ոչ, իհարկե համարժեք չեն, դրանք անհրաժեշտ ընդհանրապես գնահատականը չեն ստանում։ Ես կարող եմ գուցե բացատրություն գտնել, որտեղ հարցն այն է, որ ի տարբերություն այն շրջանի, երբ որ A1+-ը եթերազրկվեց եւ միանգամից զրկվեց հեռարձակման բոլոր հնարավորություններից, հիմա այս հեռուստաընկերությունները գոնե կարող են մալուխային եւ այլ ցանցերով շարունակել, եթե հեղինակազորված հեռուստաընկերությունն են իրենց գործունեությունը, որը մոտավորապես 80%-ն է կազմում, գուցե այդ պատճառով էլ ոչ հանրության, որոնց մեծ մասը այլևս հեռուստադիտողել չի, ոչ կազմակերպությունների կողմից հարկ եղած գնահատականը չի ստանում, բայց այնուամենայնիվ դրանք հստակ եթերազրկումներ են եւ դրանք ակնհայտորեն քաղաքական պայքարի տրամաբանության մեջ են եւ այստեղ ես իմիջիայլոց մի քիչ ավելի ընդլայնելով պիտի որպես ամփոփիչ խոսք էլ գուցե նաեւ ասեմ, որ այս 7-ից ավել տարիների ընթացքում չի եղել եւ ոչ մի օրենսդրական նախաձեռնություն, որով ընդհանուր առմամբ կլիներ ի նպաստ լրատվամիջոցների, հակառակը եղել են ֆինանսական աղբյուրները սահմանափակելու, ինչ որ այլ սահմանափակելու փորձեր, որոնք առայժմ հաջողությամբ իրականացվել են։ Շնորհակալություն։ Հարգելի ակնթիրներ, մեր զրուցակիցներ Առցանց առավոտ օրաթերթի խմբագիր Աննա Իսրայելյան։ Եվ այսպիսով մեր լրատվությունը կհասնի իր ավարտին։ Ցտեսություն։